Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ տեսնելու ձեզ այստեղ սիրելիներս, այս հրաշալի եղանակի, չնայելով որ դրսում անձրև է, կարկուտ, բայց մենք այստեղ ենք Տիրոջ տան մեջ, Աստված օրհնի քեզ, շրջվիմ, նայիր կողքինիդ ժպտա, թող կողքինդ էլ լցվի քո ժպիտով, վարակվի քո ժպիտով, ամեն, Հալելույա։ Հալելույա։ Սիրելիներս, այսօր մի փոքր նախաբանով գամ, հա։ Այսօր իրականում ինֆորմացիայի առատություն, ասենց ասեմ։ Ինֆորմացիայի առատություն, որ ոչ մի բանի կարիք չես ունենում, այսինքն ինչի մասին որ ուզում ես, ում մասին որ ցանկանաս, YouTube-ով, TikTok-ով, Facebook-ով, հա, Google-ով անունը տալիս ես։ Ու YouTube-ը, Facebook-ը, Google-ը, TikTok-ը, Однокласснիկը ամեն բանի մասին քեզ ասում է։ Ում մասին ինչ ինֆորմացիա ուզում ես կտեղեկանաս։ Այսօր ինֆորմացիայի պակասություն չունենք, այսօր ինֆորմացիայի առատություն է։ Այտենց է, չէ՞։ Թաքնված ոչ մի բան չկա։ Ում կյանքից ինչ ասես կգտնես։ Հետաքրքիրն է, որ հայտնության գրքում էլ գրված է մի հետաքրքիր բան, որ ասում է դատաստանի օրը կբացվեն ամեն մեկիս կյանքի գրքերը, Աստծո համար էլ ոչ մի գաղտնի բան չկա, հա։ Մենք այսօր ապրում ենք, մտածում ենք, ծաղծուկում ենք ապրում, ինչ որ անում ենք, մենակ մեկ գիտենք, մեկ էլ մենք։ Որտեղ ոչ մեկ չի տեսնում, կարծես թե Աստված էլ չգիտի, բայց ոչ մի ծածուկ բան չկա, որտեղ հայտնության գրքում գրված ասում է, եւ երբ որ ժամանակը օրը կհասնի, կբացվեն ամեն մեկի կյանքի գրքերը, որտեղ գրված է մեր ամեն օրը, ամեն վայրկյանը, ամեն գործերը, ով է համաձայն դրան, որը տես լինի, ով կուզենա չգրվի այդ գիրքը, ահա, մի հոգի չի, հա, գրվի, հա, գիտեք, մեր համաձայնությունը ու ոչ համաձայնությունը այդտեղ կապ չունի, միանշանակ, ամեն բան գրվում այս աշխարհի սերեսին, եթե ինչ որ մի թաքնված ինֆորմացիա չկա, ծածուկ բան չկա, Աստծո մոտ առավել եւս ոչ մի ծածուկ բան չկա։ Դա գրված է Հայտնության 20-րդ գլխում 11-ից 12 եւ 15 խոսքերում։ Ասում է եւ տեսա մի սպիտակ մեծաթոռ եւ նրա վրա նստողին, որի երեսիցը երկինքը եւ երկիրը փախան։ Եվ 12 խոսքը ասում է, եւ տեսա մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին եւ գրքեր բացվեցին եւ մի ուրիշ գիրք էլ բացվեցավ, որն էր կյանքի գիրքը։ Գրքեր բացվեցին, դա մեր անձնական կյանքի, մեր գրքերն է, սիրելիներս, թե մենք ինչ է գրվում անտեղ մեր կյանքի բոլոր իրավիճակները եւ ասում է, մի գիրք էլ բացվեցավ, որն էր կյանքի գիրքը։ Եվ եթե ասում է, մեկի անունը գրված չգտնվեցավ կյանքի գրքի մեջ, գրակի լճի մեջ գծվեցավ։ Տա Աստված, որ մեր կյանքը այնպես լինի լցված Հիսուս Քրիստոսով, լինի լցված Աստծո խոսքով, Աստծո խոսքը լինի մեզ համար հիմք, որ մեր անձնական կյանքի գրքերի մեջ էլ գրված լինի Աստծո խոսքի համաձայն, որ մեր անունն էլ կյանքի խոսքում գրված լինի։ Ամեն։ Այսօր, սիրելիներս, մեզ համար նաև մեծ խնդիր է ժամանակը։ Եկեք համաձայնվենք, որ ժամանակը չի բավականացնում ոչ մեկին։ Առավոտը արթնանում ես, վազելով գնում ես լոգարան, ատամներդ լվանում ես, որ գնաս աշխատանքի, մեկ էլ տենում ես օրը թռավ, քնելու ժամանակն եկավ։ Այսինքն լվացում ես, նորից գնում քնելու։ Ոչ մի բան չես հասցնում։ Համաձայն ես, որ ժամանակի խնդիր ունենք այսօր։ Աստծո խոսքում էլ ասում, վերջի օրերում ժամանակը կկարճանա։ Ու հիմա չգիտեմ աշխարհի վերջի օրերն է, թե մեր վերջի օրերն է, որ ինչքան մեծանում ենք, այնքան ժամանակը չի բավականացնում։ Ու այս շատ սուղ խիստ ժամանակի մեջ
մենք ժամանակ չենք ունենում ինքնակրթությամբ զբաղվելու, գիտելիքներ ձեռք բերելու։ Համաձայն եք։ Ով է գիրք կարդում ձեզանից։ Ով չի հասցնում կարդա։ Շատերս։ Այսինքն այնքան զբաղվածությունը մեծ է, ժամանակը չի բավականացնում, որ մենք ինքնակրթության ժամանակ չունենք։ Ինքներս մի հատ ինչ որ ինֆորմացիա, որ լսում ենք, ինքներս քննենք, հասկանանք դրա ճիշտն ու սխալը։ Այդ ժամանակի խնդրի պատճառով համաձայն եք, որ այսօր որտեղից ինչ ասես, ստեղից ընդեղից լսում ենք ու ճշմարտության տեղ ընդունում։ Նու եթե 100% չէ, գոնե մի 60% մեր ստեղից ընդեղից լսած ինֆորմացիաները մեզ վրա ազդեցություն են թողնում։ Հա? Իրականում այտենց է։ Երբ որ նայում ես այսօր կյանքին ինչ ես տեսնում, ճիշտ է, ժամանակ չկա, բայց մարդիկ հենց ժամանակ են գտնում, մտնում են հեռախոսի մեջ։ Մտնում են ինֆորմացիոն աղբյուրներ, սրանից իմանանք, նրանից իմանանք, այս բանից տեղեկանանք, հələ մի հատ տեսնենք, հələ ինչ է տեղի ունենում այս երկրամասում, մարդիկ մտնում են, ինչ որ բան գտնում են, այդ դրան ժամանակ տրամադրում ենք, բայց Աստծո խոսքին մեր կյանքը Տիրոջով լցնելու ժամանակ չենք գտնում։ Ինֆորմացիան ճշտելու եւ հիմքերից ճշմարտությունը քաղելու ժամանակ չենք գտնում։ Դեստեղից ենք լսել, ընդեղից ենք լսել, դա մեզ բավական է, բայց դա բավական չի, դա շատ լուրջ խնդիր առաջացնում։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխում 13-ից 14 խոսքերում նայեք ինչ է ասում։ Այսինքն բայց չարը եւ խաբեբա մարդիկ կհայտնվեն, որ չարությունով լցված կմոլորեցնեն։ Բառացի եմ ասում, ես իմ բառերով եմ ասում, լավ։ Ասում բայց չար եւ խաբեբա մարդիկ կհայտնվեն, որ չարությունով լցված կմոլորեցնեն, բայց դու հաստատ կաց նրանցում, որ սովորեցիր եւ հավատացիր եւ գիտենալով թե ումից սովորեցիր։ Բայց դու հաստատ մնա։ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին, ասում է, բայց դու հաստատ մնա Տիրոջ խոսքի մեջ, ինչ որ սովորեցիր, դրա վրա հիմնված կյանքդ կառուցես։ Որովհետև մեկ է, այսպես թե նենց մեր կյանքի գրքերի էջերը գրվելու են, քանի մենք կանք, գրվում են ամեն օր, ամեն վայրկյան, ամեն։ Ուզես թե չուզես։ Ինչի լավ բան գրված չլինի, օրինակ, էլի։ Սիրելիներս, սա նախաբանն էր, բայց այսօր ուզում եմ խոսամ մի թեմայի շուրջ, որը վերնագրել եմ այսպես, որտեղ է բնակվում Աստված։ Որտեղ է բնակվում Աստված։ Հետաքրքիր է քեզ։ Այսօր իրականում այնքան խճճված է ամեն բան, որ մեծ մասամբ տեսնում ես մարդիկ մոլորության մեջ են։ Մարդիկ չգիտեն որտեղ է բնակվում իրական Աստված ու տարբեր տեղեր են վազում, տարբեր աղբյուրներից փորձում են գտնեն Աստծո մասին ինֆորմացվեն ու սկսեն Աստծուն ճանաչել։ Եկեք փորձենք լույսի առաջ բերենք եւ Աստծո հոգով հասկանանք, թե ինչ նկատի ունի Աստված այս խոսքի մեջ, որը գրված է Առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 16 խոսքում։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16 խոսք ասում է. Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Այս խոսքով է կարդացել։ Կարծես թե բոլորս, ամեն։ Բայց արդյոք այս խոսքը ամբողջովին մեզ համար դարձել է հասկանալի, սիրելիս։ Ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Բայց մինչ մենք կանդրադառնանք այս խոսքին, ուզում եմ միասին մի փոքր ճանապարհորդություն կատարենք Աստվածաշնչյան հիմքերից, հին ուխտից մինչև նոր ուխտ։ Մի փոքր այսպես էքսկուրսիա, հայերեն ասած, հա? Սիրելիներս, եկեք նայենք հələ տեսնենք որտեղից է եկել ընդհանրապես տաճարի, եկեղեցու, գաղափարը եւ որտեղից է սկիզբ առել այդ ամեն ինչը։ Ընդհանրապես ով գիտի ինչի է կոչվում հին ուխտ եւ նոր ուխտ։ Հին ուխտ եւ նոր ուխտ։ Աստվածաշունչը բաժանված է երկու մասի։
Հին ուխտ եւ նոր ուխտ։ Եթե մի բանի անունը հին է, ուրեմն դրան փոխարինող նոր ուխտ է պետք, չէ՞։ Այսինքն հին ուխտ նշանակում է Աստված ուխտ կապեց Աբրահամի, Իսահակի, Հակոբի, իր ժողովրդի հայրերի հետ։ Եվ հետո Հիսուս Քրիստոսով Աստված նոր ուխտ կապեց, նոր պայման կապեց իր ժողովրդի հետ։ Մենք տեսնում ենք հին ուխտում Աստված իր պայմանը կապում է իր ժողովրդի, հրեա ժողովրդի հետ, եւ հրեա ժողովրդի միջոցով գալիս ենք, հասնում ենք նոր ուխտ Հիսուս Քրիստոսին, ուտեղ Հիսուս Քրիստոսով Աստված արդեն ոչ միայն հրեաների, այլ ամբողջ ազգերի ու ժողովուրդների ու լեզուների մարդկանց հետ է ուխտ կապում։ Ու ես ու դու մտնում ենք նոր ուխտի մեջ, նոր պայմանի մեջ Աստված մեզ հետ գործ ունի, սիրելիս։ Հիմա եկեք վերադառնանք ու տեսնենք որտեղից ինչ է սկսվում։ Եբրայեցիս առաջի գլխում, առաջինից երկրորդ խոսքերում հետաքրքիր բան ասում, շատ մասերով եւ շատ կերպերով եւ շատ մարգարեների միջոցով Աստված սկզբից խոսեց մեր հայրերի հետ, որը օրինակն է գալիք բաների, սիրելիս։ Հին ուխտը օրինակն է գալիք բաների։ Այսինքն հին ուխտը օրինակն է նոր ուխտի։ Եվ ասում է շատ մասերով եւ շատ կերպերով մեր եւ մարգարեների միջոցով Աստված սկզբից խոսեց մեր հայրերի հետ, հետո երկրորդ խոսքում ասում է այս վերջի օրերում Աստված խոսեց մեզ հետ Հիսուս Քրիստոսի իր որդու միջոցով, որին ամեն բանի ժառանգ դրեց, որով աշխարհն էլ ստեղծեց։ Հիմա մենք տեսնում ենք հին ուխտում մի հետաքրքիր բան, որ նրանք այդ հնարավորությունը չունեին Հիսուս Քրիստոսին ճանաչելու, Հիսուս Քրիստոսով ապրելու, բայց մենք այսօր ունենք այդ մեծ հնարավորությունը։ Լավ, ուրեմն հին ուխտը, եկեք տեսնենք հələ Ադամին ու Եվային հիշում եք, Ծննդոց 3-րդ գլխում ագրված 8-րդ խոսքում, Ադամին ու Եվային, եթե հիշում եք, ուրեմն կիմանաք Աստված Ադամի ու Եվայի հետ անձնական հանդիպումներ ուներ։ Հետո մենք տեսնում ենք ում Աբրահամին։ Աստված ինչ արեց, Աբրահամի հետ խորհրդակցում էր։ Ոնց էր խորհրդակցում, եկավ, հանդիպեց, խոսեց, տեղեկացրեց, ու Աբրահամի կարծիքն էլ լսեց Տերը։ Ծննդոց 18-րդ գլուխ 1-ից 8-րդ խոսքերը, դուք սրանք կարող եք գրել, հետո տանը կարդալ, լավ։ Հետո մենք տեսնում ենք ընդհանրապես այս Ծննդոց 18-րդ գլխում շատ հետաքրքիր յուրահատուկ պատմություն է, սա այն պատմությունն է, որ Աստված գալիս է հանդիպում Աբրահամի հետ ու Աբրահամին խոստմունք է տալիս։ Ասում է քեզանից ու Սարայից երեխա է ծնվելու։ Այն չեղած բաները լինելու է քո կյանքում։ Սարան իհարկե ասում անհավատությունից ծիծաղեց, բայց մեկը Աստված որ մի բան ասում է, իր խոսքի տերն է։ Ասեց հաջորդ տարի կգամ ու դու զավակ կունենաս արդեն։ Զավակ կծնվի։ Հետո մենք տեսնում ենք Մովսեսի հետ Աստված ինչպես խոսեց։ Մովսեսի հետ Աստված խոսում էր էլի 3x3, կարելի է ասենց ասել։ Սինա սարն էր բարձրանում Մովսեսը ու այնտեղ Տերը Մովսեսի հետ խոսում էր, տալիս էր խորհուրդներ, օրենքներ եւ կարգ ու կանոն, որ գնա ժողովրդին փոխանցի։ Ելից 3-րդ գլուխ 2-րդ խոսքերում է գրված։ Այստեղ մենք ինչ ենք տեսնում, սիրելիներս։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված եւ մարդ անմիջական փոխհարաբերություններում ոչ մի միջնորդ չկար։ Աստված մարդու հետ անմիջական փոխհարաբերություններ ուներ, ամեն։ Ադամի Եվայի հետ հանդիպում էր, Աբրահամի հետ 3x3 էր զրուցում, Մովսեսի հետ նույնպես, ինչ որ մի միջնորդի կարիք կար, որ Աստված մարդկանց հետ խոսեր։ Կար ինչ որ մի միջոց կամ ինչ որ մի իր, մի առարկա, որի միջոցով Աստված խոսեր։ Դուք գիտեք, որ մարդ ու Աստված փոխհարաբերության մեջ Աստծո կողմից ոչ մի բարդ բան չկա։
Ոչ մի դժվարություն չկա։ Աստված ամեն դժվար բաները հեշտ է անում։ Աստված մեզ հետ փոխհարաբերություն ունենալու համար ամեն բարդ բաները հեռացրեց ու հեշտացրեց։ Մարդն է դժվարացնում, սիրելիս։ Մենք ինքներս ենք դժվարացնում Աստծո հետ մեր փոխհարաբերությունները։ Համաձայն ես։ Գիտես, այնքան մտքեր են գալիս։ Այ Աստված այնքան պարզացրել է, ասում է խորտուբորտները հարթացնում է, բլուրները խոնարեցնում է, ամեն դժվարները հեշտ անում։ Բալավան չի են այդ մտքերը գալիս ու անընդհատ մեզ խանգարում ու ինչ որ միջոցներ կամ ինչ որ կանոններ դնում, որպեսզի մենք դրանց միջոցով կարողանանք Աստծո հետ փոխհարաբերություն ունենանք։ Աստված լսում է, թե չի լսում։ Օրինակի համար այսօր առավոտյան արթնացել ես, աղոթում ես ու հետո գնում ես բաժակնայողի մոտ տենաս այդ աղոթքը տեղը ասել թե չէ։ Այ մարդ հետաքրքիր է։ Երազ ես տենում, վեր ես կենում, վազելով գնում երազանի մոտ տենաս ինչ է նշանակում, Աստված քո երազին սենց հայտնվել էր։ Այ մարդ Աստված հեշտացրել է քո իր հարաբերությունները, փոխհարաբերությունները։ Ինչի ենք մենք բարդացնում։ Այնց որ սիրելիս ինչքան դժվարություն կա, մենք ենք ստեղծում։ Մեզ ինչ է պետք։ Աստծո հարթեցրած ճանապարհներով մոտենանք Տիրոջը։ Օրինակի համար կհիշեք, երբ որ Աստված Մովսեսին ասեց. «Ուզում եմ, որ իմ ժողովուրդը գա ու ես հանդիպեմ իմ ժողովրդի հետ»։ Ելից գրքում է գրված։ Ու ինչ տեղի ունեցավ, ու Մովսեսին ասեց. «Թող գան Սինար սարի մոտ, շուրջ բոլորը կանգնեն, սարի լանջին չբարձրանան, սարի լանջին նույնիսկ անասուն կենթանի չբարձրանա, որովհետև ով որ սարի լանջին բարձրանա կմահանա, թող ներքևը շրջապատեն ու սպասեն ու ես սարի վրայից կգամ ու կխոսեմ ժողովրդի հետ»։ Տեսեք, Աստված հեշտացրեց։ Բայց երբ որ ժողովուրդը եկավ հավաքվեց Սինա սարի մոտ, ու Աստված ասում է ամպի, ծխի ու բարձր որոտմունքի ձայնի միջոցով եկավ, որ ժողովրդի հետ խոսա, ժողովուրդը վախեցավ, փախավ։ Գիտեք ինչ ասեցին Մովսեսին։ Մովսես, նայեք, ժողովուրդն է ստեղծում ինչ որ պայմաններ ու միջոցներ։ Ասեց Մովսես, կլինի դու գնաս Աստծո հետ խոսաս, կգաս, մեզ կասես, թե Աստված ինչ է ասում։ Այ Աստված ուզում է հանդիպի քեզ հետ։ Բայց մեծ մասամբ մենք խոչընդոտներ ենք ստեղծում մեր ու Աստծո փոխհարաբերության մեջ։ Դրանից հետո ինչ արեց Աստված։ Աստված Մովսեսին պատվիրում է կառուցել ուխտի տապանակը, որը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը իր ժողովրդի մեջ։ Այստեղ մենք կկարողանանք այդ ամենը տեսանելի դարձնենք, որպեսզի պարզ լինի։ Առաջի բանը ինչ որ Աստված պատվիրեց Մովսեսին, ասեց մի հատ ուխտի տապանակ կկառուցես, ու Մովսեսին պատվիրեց ուխտի տապանակի կառուցելու բոլոր պայմանները, ինչ փայտից, ինչ ոսկուց, ինչպես կառուցի, վերևում հրեշտակներ դնեն եւ ներսը ինչ պիտի լինի դրված։ Այսինքն Աստված այս ամեն ինչը կառուցել տվեց, դա գրված է Ելից 25-րդ գլխում 10-ից 16 խոսքերում, դուք դա կարող եք ընթերցել տանը։ Խնդրում եմ, գրեք ու ինքներդ ընթերցեք, ու ինչի համար Աստված սա տվեց։ Ես մի փոքր ընթերցեմ, Սատեմի փայտից մի տապանակ շինես, նրա երկայնությունը 2 կանգուն եւ կես եւ նրա լայնությունը 1 կանգուն եւ կես եւ նրա բարձրությունը 1 կանգուն եւ կես եւ մաքուր ոսկով պատես նրան ներսից ու դրսից եւ նրա վրա շրջանակի մի ոսկի շրջանակ շինես եւ նրա համար 4 ոսկե օղակ ձուլես եւ նրա 4 անկյուններումը դնես, որ նրա 1 կողմին 2 օղակ եւ մյուս կողմին 2 օղակ լինեն եւ Սատեմի փայտից ձողեր շինես եւ նրանց ոսկով պատես։ Ձողերը տապանակի կողքերին եղած օղակներով անցկացնես, որ տապանակը նրանցով վեր առնվի։ Ձողերը տապանակի օղակների մեջ լինեն, նրանց չհանեն եւ տապանակի մեջ դնես այն վկայությունները, որ ես քեզ պիտի տամ։
ու մենք տեսնում ենք ահա տապանակը սատեմի փայտից, ոսկեզոծ եւ այլը, ասեմ որ տապանակին կպնելը վտանգավոր էր, որովհետեւ այնտեղ այնպիսի զորություն կար, որ մարդիկ կարող էին մահանալ։ Դրա համար ասեց այդ օղակները դնես, փայտերը նույնպես, որ այդ փայտերից բռնած տանեն։ Ու Աստծո խոսքը ասում է, որ ես, եթե ժողովուրդը չի կարողանում ինձ հետ երես առ երես հանդիպի, գոնե կիմանան, որ իմ ներկայությունը ձեր մեջ է։ Ու մենք լավ գիտենք, որ այդ ժամանակ ժողովուրդը, երբ որ Եգիպտոսի գերությունից դուրս էր եկել, բնակվելու տեղ չունեին։ Ով գիտի դրա մասին։ Ով է կարդացել ելիցը, որ երբ որ դուրս եկան Եգիպտոսի գերությունից, բնակավայր չունեին, ու նրանք թափառում էին, 40 տարի անցան, 40 տարի, տարբեր տեղերով, տարբեր ժողովուրդների միջով, ու 40 տարի այս տապանակը նրանց հետ էր։ Ոսմա որտեղ որ գնում էր այս տապանակը, նրանք գնում էին ու այդտեղ հաղթանակ էին ունենում։ Այսինքն սա խորհուրդն էր Տիրոջ զորության, որ Տերը նրանց հետ է ու Տերը հաղթանակ է տալիս։ Եվ քանի որ նրանք թափառական էին, դեռ չունեին բնակավայր, Աստված վրանատիպ խորան կառուցելու այդ խորհուրդը տվեց, որտեղ պիտի լիներ տապանակը։ Այսինքն մի վրան, նրանք քոչվոր լինելով վրանների մեջ էին բնակվում, պիտի գնային այստեղից այնտեղ, վրանները հավաքեցին, գնացին այնտեղ վրաններ բացեցին։ Ու նույնն էլ տապանակի համար Աստված տվեց վրանի խորհուրդը, որ վրան կառուցեն։ Ելից 26-րդ գլխում եւ Ելից 27-րդ գլխում գրված այդ վրանի կառուցման ձևը, տեսակը, թե ինչպես պիտի կառուցեն, ինչ կտորից, ինչ գույնի կտորից, ինչ վարակույրներով։ Եվ այս տապանակը դրված էր, վրանը բաժանված էր երկու մասի։ Եվ սրբության սրբոց, որտեղ դրված էր տապանակը, սա վրանն է, մյուսը նույնպես ցույց տուր, զոհասեղանը դրսում, վրանը, որը բաժանված էր, տեսնում եք, վարակույրներով, հրեշտակներով, երկու մասի եւ տապանակը դրված էր սրբության սրբոցում, որովհետեւ տապանակը ոչ բոլորը կարող էին մտնել ու տեսնել։ Դա քահանան մենակ իրավունք ուներ մտնելու տարին մեկ անգամ զոհ մատուցելու եւ իր համար եւ ժողովրդի համար։ Մենք տեսնում ենք Հին ուխտում Աստծո առաջին պատվիրանները տապանակի եւ վրանի խորանի հետ կապված եւ այս ամենը տեղի ունեցավ այնքան ժամանակ, մինչեւ որ ժողովուրդը դեռ թափառում էր, չուներ տարածք, չուներ բնակավայր, որտեղ բնակվեին։ Եվ մենք գալիս ենք, հասնում ենք թագավորած, հասնում ենք Դավիթին, ու Դավիթի օրերում մենք տեսնում ենք, որ Աստված Դավիթին միջոցով հաստատեց հստակ բնակավայրեր ու գրավեցին այս տարածքները, այն տարածքները ու հաստատվեցին, ունեցան իրենց հողատարածքները։ Եվ այդ ժամանակ մեկ անգամ Դավիթը նստած երկրորդ թագավորած 7-րդ գլուխ 1-ից 7-րդ խոսքերում հետաքրքիր բան է, Դավիթը նստած իր փայտի Եղևնափայտից կառուցված տան մեջ մի հետաքրքիր հայտնություն է ստանում։ Ասում է, երբ որ թագավորը իր տանը նստած էր եւ Տերը նրան իր շուրջը եղող ամեն թշնամիներից հանգստացրեց, այսինքն պատերազմները կարծես թե դադարեցին, թագավորը Նաթան մարգարեին ասաց. ահա ես բնակվում եմ Եղևնափայտե տան մեջ, բայց Աստծո տապանակը վրանի մեջ է բնակվում։ Եվ Նաթանը ասաց թագավորին, Նաթանը մարգարեն էր այդ ժամանակ, ասաց թագավորին. ամեն ինչ որ սրտիդ մեջ կա, գնա արա, որովհետև Տերը քեզ հետ է։ Եվ նույն գիշեր եղավ Տիրոջ խոսքը Նաթանին ասելով. գնա իմ ծառա Դավիթին ասա, Տերը այսպես է ասում. դու պիտի ինձ համար բնակավայր տուն շինես, բնակվելու տուն շինես, որովհետև Իսրայելի որդիք Եգիպտոսից հանած օրիցս մինչև այսօր տան մեջ չբնակվեցի, այլ վրաններում
ու խորաններում էի ման գալիս։ Ինչքան որ ման եկա Իսրայելի որդկանց հետ, միթե մեկ բան խոսեցի Իսրայելի ցեղերի հետ, թե ինչու համար ինձ Եղևնափայտի տուն չշինեցիր։ Այս պատմությունը հետաքրքիր է, որ Դավիթ թագավորը իր սրտում հայտնություն է ստանում կամ սրտի ցանկությունն է Տիրոջ համար, ես Եղևնափայտի տան մեջ եմ բնակվում, բայց Տիրոջ տապանակը վրանի մեջ է, Տիրոջ համար մի հատ լավ տուն շինեմ։ Ամենայն դեպս, Դավիթը նույնպես իր սրտում ստացավ, որ ինչ պիտի անի Տիրոջ համար տուն կառուցի։ Բայց Նաթան մարգարեն, երբ որ լսեց, ասեց լսի, սրտովդ ինչ որ անցնում է գնարա, բայց գիշերը Աստված Նաթան մարգարեին հանդիմանեց, ասեց այդ Դավիթը պիտի իմ համար տուն կառուցի։ Ես խորհուրդ եմ տվել, որ կառուցի, այսքան ժամանակ 40 տարուց ավել վրանների մեջ անապատներով ման էի գալիս ու ինչ որ մեկին ասել եմ, որ ինձ համար տուն կառուցեն։ Հիմա սիրելիներս հարց, Աստված կամենում էր, որ իր համար տուն կառուցվի։ Հետաքրքիրն է, որ Դավիթի սրտում դա տեղի ունեցավ, Աստված չէր ասել ինձ համար տուն է պետք կառուցել։ Արդյոք ես ամբողջ երկիրը, երկինքը, տեզերքը, որ Աստված է ստեղծել, Աստծո համար ինչ որ մի տուն է պետք, որ Աստված այդտեղ բնակվի։ Դժվար։ Մենք չենք էլ կարող տեղավորենք նույնիսկ Աստծո մի փոքր ինչ որ մի պարագայի մասնիկ ընդեղ այդ տան մեջ։ Բայց Աստված Նաթան մարգարեի միջոցով Դավիթին շարունակում է ասում, երկրորդ թագավորաց 7-րդ գլխում է գրված 12-ից 13 խոսքերը կկարդակ, ասում է լավ, դե որ տենց սրտովդ անցել է Դավիթ ջան։ Դու չէ, բայց քեզանից դուրս եկած որդիդ կկառուցի իմ տունը։ Երբ որ քո օրերը լրանան եւ դու ննջես, քեզանից հետո քո զավակդ պիտի բարձրանա եւ նրա թագավորությունը հաստատեմ։ Նա իմ անվան համար տուն շինելու եւ ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Նայեք ինչ ասում, ոչ թե ես կբնակվեմ այնտեղ, այլ իմ անունով, իմ անվան համար տուն կկառուցի։ Հա? Ոչ թե Աստվածա բնակվում այդ տան մեջ, այլ իմ անունով կկառուցվի այդ տունը։ Շարունակենք։ Մենք տեսնում ենք, որ Մովսեսից մինչև Սողոմոնը 480 տարի մոտ անցավ ու նոր Ինչի եմ ասում Մովսեսից մինչև Սողոմոնը, որովհետև Մովսեսի ժամանակ Աստված տվեց ուխտի տապանակի, խորանի, այդ խորհուրդը եւ մոտավորապես 480 տարի անց նոր երբ որ Սողոմոնը արդեն հասակ առնում, դառնում է թագավոր, երրորդ թագավորած 6-րդ գլխում է դա գրված, նոր Սողոմոնը Տիրոջից վերցնում է այն հայտնությունը, որ պիտի կառուցի։ Տիրոջ խոսքը Սողոմոնին եղավ այսպես ասելով. այս տունը դու շինում ես, եթե դու գնաս իմ պատվիրանքներովը եւ իմ իրավունքները կատարես եւ պահես իմ ամեն հրամանները, որ նրանցում գնաս, այն ժամանակ ես կհաստատեմ իմ խոսքը քեզ հետ, որ քո հայր Դավիթի հետ խոսել եմ եւ կբնակվեմ Իսրայելի որդկանց մեջ, իմ Իսրայել ժողովուրդս չեմ թողի եւ Սողոմոնը 7 տարվա մեջ կառուցեց տաճարը։ Աստված ինչ է ասում։ Աստված ասում է լավ, դու կշինես, բայց պայմանը սա է։ Եթե գնաս իմ պատվիրանքներով եւ իմ իրավունքները կատարես եւ պահես իմ ամեն հրամանները։ Նշանակում է, որ տաճարը դեռ վերջը չի։ Տաճարը կառուցենք, ոնց ուզենք ապրենք, տաճարում գնանք մեր բոլոր ծեսերը կատարենք ու հետո ոնց ուզենք ապրենք։ Ասում լավ, տաճարը կառուցում ես, տաճարը դա խորհուրդն է,
որ ես կբնակվեմ իմ ժողովրդի մեջ, բայց կարևոր մի պայման, ասма, եթե դու գնաս իմ պատվիրանքներով եւ իմ իրավունքները կատարես, տաճարը քեզ չի փրկում նրանից, որ դու Տիրոջ պատվիրանքներն ու խորհուրդները կարաս չիմանաս, զանցանես ու ապրես այնպես ոնց ուզում ես, բայց տաճարում հավատարիմ ծեսերին ծիսական ինչ-որ արարողություններ անես։ Դա քեզ չի փրկում։ Միանշանակ Աստծո պայմանը սա է. պատվիրանքները պահես, իրավունքները կատարես եւ պահես իմ ամեն հրամանները, որ նրանցում գնաս։ Համաձայն ես։ Դժվարացնում է Աստված։ Այ Աստված իմ տաճարը այնքան բանը հեշտացնում է։ Գնանք, ծեսերը կատարենք, դուրս գանք, հանգիստ գնանք մենք մեր գործերով, ժամանակ չունենք ուրիշ բաների։ Ում վրա պետքա կգոռանք, ում հետ պետքա կռիվ կանենք, ում պետքա կչարախոսենք, որտեղ պետքա կգողանանք, պետությունից շոթչիկին մագնիս կդնենք, ջուրը գազը քիչ կգրի, ու նայում ես ու ասում ես սիրելիս, տաճարիմ սուրբը աշխարհում ամենաուժեղ աշխարհիկը։ Արդյոք Աստվածը տենց է ուզում։ Չէ, միանշանակ Տերը տվել է մի կարևոր խոսք, որ իմ պատվիրաններով գնաս, իմ հրամանները կատարես։ Սա պիտի գրված լինի մեր սրտերի մեջ, սիրելիս։ Ու մենք հետո տեսնում ենք մի իրադարձություն, որ անցնում է որոշակի ժամանակ, մոտավորապես 330 տարի ու Սեդեկիա թագավորի օրոք, 4-րդ թագավորաց 25-րդ գլխում է գրված, եւ Սեդեկիա թագավորի օրոք մեղքի պատճառով Աստված իր ժողովուրդը Երուսաղեմը, տաճարը ու ժողովրդին մատնում է ասորիների ձեռքը, Բաբելոնի ձեռքը։ Ինչի պատճառով, մեղքի պատճառով։ Արդյոք տաճարը չկար, տաճարը կար։ Արդյոք տաճարում այդ ծիսակատարությունները չէր արվում, արվում էր։ Բայց չէր պահվում են հրամաններն ու պատվիրանքները, որը պիտի մարդը իր կյանքով կատարի։ Եվ մեղքի պատճառով Սեդեկիա թագավորի օրոք 330 տարի հետո Աստված մատնեց ասորիների ձեռքը, Բաբելոնի ձեռքը, ու Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ, գրավեց, ժողովրդին գերի տարավ, ու մի որոշ ժամանակ հետո մենք տեսնում ենք, որ Նաբուգոդոնոսոր թագավորի դահճապետը գալիս է Երուսաղեմ, ամբողջ Երուսաղեմը ավիրում են, քանդում են, տաճարը վառում են, հարստությունը տանում են, ու մնում են ընդ մենակ աղքատ ժողովուրդ։ Արդյոք հեշտ է Աստծո համար կարևորագույն տաճարը այդքան հեշտ քանդել, եթե Աստծո համար դա շատ սուրբ է, եթե Աստծո համար դա շատ կարևոր է, եթե տաճարն էր կարևոր, սիրելիներս, մենք տաճարը տեսանք, գիտեք հին ուխտը նոր ուխտի խորհուրդն ուներ, եւ այն որ Աստված տվեց Մովսեսին տապանակի վրանի եւ տաճարի խորհուրդը, դա խորհուրդն էր նոր ուխտում տեղի ունեցող բաների, որ պիտի լիներ։ Եվ մենք տեսնում ենք մարգարեության մեջ մարգարեություններ, թե ինչ է խոսում Աստված մարգարեների միջոցով ժողովրդին։ Մինչև կգանք մարգարեություն, Եբրայեցի 8-րդ գլուխ 7-ից 10-րդ խոսքերը, նայեք ինչ ասում, եւ 13-րդ խոսքը։ Ասում է, որովհետև եթե այն առաջինը առանց պակասության լիներ, էլ երկրորդի համար տեղ չէր որոնվիլ։ Այն առաջինը հին ուխտում Տիրոջ ասած այդ բաները, եթե անպակաս լինեին, կատարյալ լինեին, երկրորդ ուխտի կարիքը չէր լինելու։ Շարունակությունը ասում է, որովհետև նրանց հանդիմանելով Տերը ասաց, ահա օրեր կգան, որ ես նոր ուխտ կկատարեմ Իսրայելի տան եւ Հուդայի տան հետ,
ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ արի այն օրը, որ նրանց ձեռից բռնեցի Եգիպտոսի երկրիցը հանելու համար, որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, եւ ես ամփույթ եղա նրանց համար, ասում է Տերը, որովհետև սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի եւ նրանց մտքի մեջ եւ նրանց սրտի վրա կգրեմ եւ կլինեմ նրանց Աստված եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ։ Նորը ասելով այն առաջինը հնացած եւ այն, որ հնանում է, ծերանում է, մոտ է ապականության։ Աստված ինչ է ասում, ասում է այն, որ հիներ հնանում է, ծերանում է, ապականվում է, փչանում է, ու նա այն հինը ինքը կատարյալ չէր, այլ ապականված էր, դրա համար Աստծո խոսքը ինչ է ասում, ասում է ես նոր ուխտ եմ տալիս, նոր պայման եմ կնքում իմ ժողովրդի հետ, ու այդ նոր պայմանը սա է, ասում է, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո, ասում է ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ եւ կլինեմ նրանց ժողովուրդը, այսինքն մեր մտքի ու մեր սրտի մեջ։ Առաջի Կորինթացիս 3 գլուխ 6-րդ խոսքում հստակ ու պարզ ասում է, դուք չգիտեք, որ դուք եք Աստծո սուրբ տաճարը։ Եվ ստեղ մարգարեությունների մեջ այսինքն Եբրայեցիս գրքում Տերը խոսում է ու ասում է, որ նոր ուխտի մասին է խոսում, որ հները անցավ եւ նոր ուխտ եմ կապելու, ու այդ օրենքները իմ ուխտը դնելու եմ նրանց սրտի մեջ, նրանց մտքի մեջ։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 17-ից 23-րդ խոսքերում մի հետաքրքիր բան ասում։ Ասում է, նրանց մեղքերը եւ նրանց անօրենություններն էլ չեմ հիշի, բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարակ պետք չէ։ Եթե միտեղ Հիսուս Քրիստոսով մեր մեղքերը թողնվել են, ապա էլ ուրիշ զոհ եւ ուրիշ պատարակ եւ ուրիշ ծես, ուրիշ կանոնադրություն եւ ուրիշ մեթոդ Աստված ինձանից ու քեզանից չի պահանջում։ Աստված հեշտացրել է մեզ համար փրկությունը։ Աստված հին ուխտի բոլոր այդ պայմանները դրեց մի կողմ ու նոր ուխտ կնքեց մեզ հետ, որը գրված է մեր մտքի ու մեր սրտի մեջ։ Շարունակեմ 19-րդ խոսքից Եբրայեցիս 10:19 ասում է արդ եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբությունը մտնելու Հիսուսի արյունովը, ով որ նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ վարակույրի միջովը անցնենք իր մարմնովը, այն վարակույրը խորանի, այն վարակույրը տաճարի, որի ետևում դրված էր սրբության սրբոցն էր եւ դրված էր ուխտի տապանակը։ Այդ վարակույրը Հիսուս Քրիստոսի խորհուրդն ուներ ու ասում է Հիսուս Քրիստոսով մենք այդ վարակույրի մեջով անցանք ու մենք այսօր համարձակություն ունենք մտնելու սրբության սրբոցը, հանդիպելու երես առ երես Տիրոջ հետ։ Շարունակությունը, այսինքն 20-ը կրկին անգամ կարդամ ասում է ով որ նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ վարագույրի միջով, այսինքն իր մարմնովը, եւ մի մեծ քահանա Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խշմտանքից եւ մեր մարմինները լվացված սուրբ ջրով, պինդ բռնենք հույսի դավանությունը անսայթակ, որ հավատարիմ է խոստացողը։ Սիրելիներս, Աստված մենք տեսնում ենք մի նոր բան անում, մի նոր բան արել Հիսուս Քրիստոսով արդեն իսկ մեր կյանքում։ Ավելի հեշտացրել է ճանապարհը։ Հիսուս Քրիստոսով
Մենք մեղքերի թողություն ունենք, ինքնադատապարտության դեմ Տիրոջից խոստմունք ունենք, ապաշխարում ենք, մեղքերը ջնջվում են։ Տերն ասում է ապաշխարեցիր, լավ արեցիր, էլ չանես։ Համաձայն ես էլ չանելու, փառք Տիրոջը։ Նշանակում է նաև համարձակություն ունենք Հիսուս Քրիստոսով, մտնել Տիրոջ սրահները ու Տիրոջ առջև կանգնել, ու Տիրոջ հետ երես առ երես հանդիպում ունենալ, սիրելիս։ Այնպես որ որտեղ է բնակվում Աստված, տաճարում, տապանակի մեջ, այսօրվա եկեղեցիներում, թե քո սրտի մեջ, հաստատ գիտենք, թե քանի ստեղ եմ ատենց եք ասում, հենց գնամ ոտս քաշեմ մի անգամից, ասում ամեն դեպքում ծառայությունից հետո որ դուրս եմ գալիս, մտնում եմ կողքի ուղափառ եկեղեցի մի երկու մոմել ընդեղ եմ վառում, ապահով լինել ու գնամ տուն։ Չէ սիրելիս, մտնել դուրս գալը խնդիր չի։ Գիտես, մենք էլ ենք կնոջս հետ մեկ մտնում, ասեմ ինչի համար, մտնում ենք որպես գեղեցիկ մի կառույց, մտնում ենք որպես ինչ-որ մի ճարտարապետական կոթող, ոչ թե Աստված ընդեղ է բնակվում, Աստված արդեն վաղուց բնակվում է քո մեջ, ու դու ես որպես եկեղեցի, մենք մտնում նայում ենք, տեսնում ենք, հիանում ենք, մի որոշ ժամանակ առաջ Սանկտ Պետերբուրգում էի ունդեղ առիթ ունեցա եւ պատիվ ունեցա լինելու շատ գեղեցիկ ճոխ մի տաճարում, որի անունը Իսակովսկի Սաբոր, հա, ճոխություն, գեղեցկություն, ոսկեզոծ, հրաշալի, բայց դա առնվազն մարդկային ճարտարապետական գեղեցիկ կոթողա սիրելիներս եւ ուրիշ ոչինչ։ Գիտես որտեղ որ դու քո ոտքը դնում ես այնտեղ է Աստված, որտեղ Աստված քո մեջ է բնակվում, որտեղ Աստծո բնակավայրը դու ես, եկեղեցին դու ես։ Հիմա մենք վերադառնանք նոր ուխտ եւ նոր ուխտում կարդանք ու տեսնենք, թե ինչ է ասում Աստված։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 19-ից 20-րդ խոսքերում գրված է։ Նախ մենք կարդացինք, որ Աստված ասեց նոր ուխտ կկնքեմ, կկապեմ, եւ նոր ուխտը որն էր, որ մեր սրտերի ու մեր մտքի մեջ Աստված իր օրենքները, իր պատվիրանքները, իր կանոնները կգրի։ Եթե չկա ստեղ ու ստեղ, եթե մենք ժամանակ չունենք, նորոգվենք Տիրոջ կատարյալ կենթանի խոսքով, ապա ո՞նց կգրվի։ Ո՞նց։ Որոշել ես գնաս Սինասար բարձրանաս, միգուցե Աստված հլա դեռ ընդեղ է, Մովսեսից հետո բարձացող չի եղել ու Աստված իր մատով կգրի։ Պետք չի Սինասարը։ Աստված ստեղ է, ու Աստված հենց ստեղ ուզում է իր խոսքի միջոցով լցնի քո սիրտը իր կենթանի ներկայությամբ։ Ու Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Եվ մենք կարդում ենք այստեղ առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 19-ից 20-րդ խոսքերում ասում է. կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են։ Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են։ Ասա իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է, ինձ մի ցույց տվեք, ձեզ ցույց տվեք։ Մի հատ էլ ասա, անենց որ համոզվես։ Հավատում ես։ Այդ Սուրբ Հոգու տաճարում ինչ է տեղի ունենում, այն ինչ որ այսօր աշխարհում, բայց մեկ լինում է, չէ։ Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար է, բայց մեկ էլ տենում ես ոնց որ թե Եգիպտոսը գրավել է, կամ էլ թե չէ բանը Բաբելոնը գրավել է ու ինչ որ կուրքեր է դրել այնտեղ։ Ինչ որ աշխարհիկ բաներ է տեղի ունենում։ Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունենք եւ ձերը չենք։ Մեծ մասամբ այսպիսի մի հետաքրքիր հասկացողություն կա, մտածելակերպ մարդն ասում է, դե իմ կյանքն է, իմ մարմինն է, ոնց ուզում եմ ապրում եմ։ Ատենցա թե չէ։ Կա, չէ, այդպես մտածելակերպ։ Հա էլի քո մարմինն է։ Բայց ումից ունենք։ Աստծուց ունենք։ Աստված ինչ է արել։
Աստված քեզ կյանք է տվել։ Մենք մի կարճ ժամանակահատված ենք ապրում այս երկրի վրա։ Եվ այն անգամ մտածում եմ ու ասում եմ, մենք այս կարճ ժամանակահատվածում ինչքան բան ենք հասցնում անենք։ Վատ բաներ։ Եթե մենք վերցնենք մի այսպիսի մեծ գիրք, երկու մասի բաժանենք, մի կողմում գրենք լավ գործերը մեր, մի կողմում գրենք մեր չար գործերը, սիրելիներս, երևի են լավ գործերի այս սանդղակում մի քանի էջ, բայց այն վատ գործերի սանդղակում երևի կա մի քանի հատոր, ու հələ դեռ չի ավարտվել։ Իրականում հələ եկեք մի հատ հասկանանք, մեր առօրյա կյանքի մեջ մենք ինչքան չար մտքեր ենք թույլ տալիս, ինչքան չար արտահայտություններ ենք թույլ տալիս, ինչքան ենք բարկանում, ինչքան ենք բորբոքվում, դրանք բոլորը գրվում է գրքի այս կողմում, այս մի կողմը մնացել է դատարկ։ Ասում, այս մի կարճ կյանքի ընթացքում, որ նայում ես մարդու կյանքին ինչքան վատ բաներ ասես, որ հասցնում ենք անենք, բայց բարի գործեր հասցնում ենք անենք։ Աստծո խոսքն ասում է, մեր մարմինները Աստծուց է տրված մեզ, վստահված է մեզ, որպես Աստծո համար սուրբ տաճար։ Եթե Աստծո խոսքը չբնակվի մեր մեջ, այդ սուրբ տաճարը կապականվի, կպղծվի ու կփչանա։ Ոնց որ Հեղի քահանայի օրերում էր։ Հեղին քահանա էր, տղաները նույնպես, շինությունը կար, որը պիտի ծառայեր մարդկանց, որպես Աստծո սրբավայր, բայց մենք տեսնում ենք ինչքան պղծություն կար տեղի էր ունենում։ Այսօր քո տաճարի քահանան դու ես, սիրելիս։ Քո տաճարի քահանան դու ես։ Եվ ինչպես է սուրբ պահում այն տաճարը, որ քեզ է վստահված Աստծո կողմից։ Աստվածանից ունենք եւ ձերը չեք, որովհետեւ մեծ գնով գնվեցիք։ Ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմիններումը եւ ձեր հոգում, որ Աստծունն են։ Աստված խորհուրդ է տալիս, ասում է, մեծ գնով ենք գնվել։ Մեծ գնով, Հիսուս Քրիստոսի կյանքի գնով ենք գնված եւ այսօր մենք Հիսուս Քրիստոսով Աստծո համար սուրբ տաճարներ ենք, որ պիտի սուրբ լինենք։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսքը, որ խնդրեմ փառաբանության թիմը կբարձրանա։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Նայեք այստեղ ինչ ասում, ասում է դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Տեսեք չի ասում քարերով շինեցեք ինչ որ տաճարներ, որովհետև ես այդտեղ եմ ուզում բնակվեմ։ Ասում է դուք էլ կենթանի քարերի պես, քարերը կենթանի չեն, բայց ես ու դու կենթանի ենք։ Հա? Ասում է մենք էլ կենթանի քարերի պես շինվենք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանենք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով։ Շատ պարզ ու հասարակ։ Շատ պարզ ու հասարակ։ Մենք էլ կենթանի քարերի պես հոգևոր տաճար կառուցվենք, որ Հիսուս Քրիստոսը բնակվելով մեր մեջ, Հիսուս Քրիստոսի խոսքով, խորհրդով, Հիսուս Քրիստոսի իմաստությամբ ու զորությունով լցված Սուրբ Հոգով մեր կյանքը դառնա Աստծո համար հաճելի պատարակ։ Եփեսացիս 2-րդ գլուխ 21-ից 20 խոսքերը։ Սա ինչ որ այսօր մենք մի փոքր այսպես ճանապարհորդություն կատարեցինք հին ուխտից նոր ուխտ, սա կարելի ասել ամբողջ Աստվածաշնչի հիմքերից 0.00001%-ներ։ Եփեսացիս 2-րդ գլուխ 21-ից 22 խոսքերը ասում է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով,
որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Աստծո բնակարանը այսօր սիրելիս դու ես։ Աստծո ճշմարիտ եկեղեցին այսօր դու ես որպես հոգևոր անձ, որ Աստված ուզում է Հիսուս Քրիստոսով կառուցվենք, նորոգվենք, դառնանք սուրբ տաճար ու Աստծուն մեր կյանքով սուրբ պատարակներ մատուցենք ու ասեն, որ Աստծո հասցեն դու ես սիրելիս, Աստված բնակվում է քո մեջ ու Տիրոջ խոստեն ինչ ասում որ քեզ տեսնեն Հիսուսին տեսնեն անենց որ եկեք մեր տաճարները սուրբ պահենք Տիրոջով լցված ոչ թե աշխարհիկ չգիտեմ ինչ որ բաներով այլ Աստծով լցված մարդիկ տեսնեն քո լույսը մարդիկ տեսնեն Տիրոջ լույսը քո մեջ մարդիկ տեսնեն Տիրոջ փառքը քո մեջ մի փոքր բան էլ այսպես ասեմ մեջբերում անեմ սիրելիս գիտես որտեղ Աստծո ներկայությունն է այնտեղ խաղաղություն է այնտեղ ուրախություն է այնտեղ լիություն է այնտեղ Տիրոջ հրաշքն է այնտեղ բժշկություն կա այնտեղ կյանք կա այնտեղ չկա տխրություն այնտեղ չկա մահ այնտեղ չկա տառապանք օրինակ բերեմ ով է հիշում Ստեփանոսին որ քարկոծում էին գործ Առաքելոցում գրված դրա մասին Ստեփանոսին երբ որ քարկոծում էին գրված է որ Ստեփանոսը ծնկի եկած քարերով հարվածում էին բայց Ստեփանոսին վրա լույս էր ծագել Ստեփանոսից լույս էր ջառակում Ստեփանոսը խուճապի մեջ չէր այսօր հանկարծ մեկի մի տեղը ցավում է մի 6 տարբեր բժիշկների մոտ է գնում գիտեք ինչի կարող է ռակա կարող է այն օրը ռակա պիվով որ խմել ես չի մարզվել սիրելիս վախեցած մարդիկ միանգամից խուճապի են մատնվում գիտես հետաքրքիրը որն է որտեղ Տիրոջ ներկայությունն է, այնտեղ իրականում Տիրոջ խաղաղությունն ու ուրախությունն է։ Կառուցվիր Տիրոջ համար սուրբ տաճար ու թող Աստված հասցեն փոխի հաստատվի քեզանում ու դու կտենաս թե քո կյանքը ոնց է նորոգվում ու փոխվում։ Ամեն, փառք մեր Տիրոջը, փառք մեր Աստծուն։